Փաշինյանն ու նրա թիմակիցները թեկուզ թռչեն երկինք, իջնեն ցած, չեն համոզելու, որ հայ գործարարից չեն խլում հեծը պետականացման անվան տակ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համոզմունքն է։ Թռնեք օդ, իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել։ Իսկ հեծը պետականացնելու իշխանական փաթեթավորումը սա է։ Հեծը չեն խլում, հեծը վերադառնում է պետությանը։ ՔՊԱ-ականները իրենց հայտարարությունների համաձայն արագացված կարգով են խորհրդարան բերել Տաշիր գրուպին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետականացնելու նախագիծը։ Այնքան արագ, որ անգամ կառավարությունն է ամփոփաթերթում խոստովանում, նախագիծը լրամշակման կարիք ունի։ Պետական բյուջեի վրա ծախսերի խիստ անորոշությունը Եվ ձեր կողմից մատնանշված է։ Հանձնաժողովի նիստի ընթացքում եւ բոլոր հարցերը հնարավոր կլինի քննարկել։ Շտապում ենք, քանի որ հեծը Հայաստանը էներգետիկ կոլապսի է հասցրել, շարունակում են իշխանականները։ Հոսարկազրկումների անվերահսկելիությունը, էլեկտրասյուների անմխիթար վիճակ, էլեկտրահաղորդալարի խճճված տգեղ տեսքը։ Հայաստանում հոսանքով աշխատող սարքավորումների էլեկտրամոբիլների թիվն ավելացել է, բա որ հեծը չձգի, բա որ Իսպանիայում կատարվածը Հայաստանում կրկնվի։ Երբ որ մեկ օրվա ընթացքում ամբողջ իսպանական պետությունը հոսանքազրկվեց եւ պետությունը մինչև այսօր շարունակում է քննություն, դրա վառ օրինակներից մեկն է, որ կանխարգելումը շատ ավելի կարեւոր է, քան հետևանքների հաղթահարումը։ Բայց Իսպանիան չգնաց, չէ, այն մեթոդին, որը որ դուք եք հիմա առաջարկում։ Չեն հավատում ընդդիմադիրները, որ ազնիվ են հեծը պետականացնելու իշխանության մղումները։ Պետության մեջ ունենալ պետություն, սա ամենավտանգավոր բանն է։ Հատկապես, որ իշխանականները հեծը պետության մեջ պետություն են անվանում այն բանից հետո, երբ սեփականատերը Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը համարձակվել է ասել, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այդ հայտարարությունը հայտնի որ չլներ, այդ եկեղեցու պաշտպանության վերաբերյալ հեծի սեփականատիրոջ։ Դուք այսօր հենց հիմին այստեղ այդ նախագիծը զեկուցելու էիք։ Այո, շատ ժամանակավրեպ նախագիծը շուտ պետք է բերվեր։ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս խուժան սեփականաշնորհման գործընթացներ պետք է սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել։ Դուք ասում եք պետության ներսում, այդ երբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում։ Այն պահին, երբ որ Սամվել Կարապետյանը Էջմիածնում հայտարարեց, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու է իր ձևերով։ Դա վստահաբար չի ծագել քաղաքական հայտարարությունից հետո։ Դա ծագել է քաղաքական հայտարարությունից առաջ։ Իշխանականները փորձում են ամրացնել վարչապետի թեզը, պնդելով, թե Սամվել Կարապետյանը հակառակ կողմում կանգնեց, քանի որ նրան նախազգուշացրել են։ Հայաստանի կառավարությունն այլևս չի հանդուրժելու հեծի վատ աշխատանքը։ Որ առնվազն 12.5 միլիարդ դրամի ակտավորվելու է հեծը տարվա վերջին։ 2025 թվականի մայիսի 20-ին վարչապետը հանձնարարական է տվել կառավարության ներկայացուցիչներին հեծի էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաև հեծի պետականացման հնարավոր գաղափարի վերաբերյալ, որից որոշ ժամանակ անց Սամվել Կարապետյանը թուրը ձեռքին նետվել է եկեղեցու պաշտպանությամբ։ Եթե հայ գործարարը որոշել է նախապես հարձակվել հեծը պետականացնելու Փաշինյանի հնարավոր գաղափարի պատճառով, ինչու հենց հեծին վերաբերող հայտարարություն չի արել։ Ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու Կարապետյանի հայտարարությունը ՔՊԱ-ականների մատնանշած քննարկումներից 1 ամիս հետո է եղել։ Իրականում այս ամեն ինչից շատ է բոլշևիզմի հոտը, ոչ թե հոտը, այլ նեխահոտը։ Ընդդիմադիրները հիշեցնում են Փաշինյանի կառավարությունը տեղյակ է եղել հեծի ներդրումների խնդիրները լուծելու դինամիկայից։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էներգետիկ կառույցի աշխատանքը երբեք այնքան վատ չի գնահատել, որ պետականացնելու հարց առաջ քաշվի։ Դա համար եք ասում, որ սա մաքուր քաղաքական է։ Որովհետև այն ժամանակ, երբ որ ոք այդ խնդիրները բարձրացնում էինք, դուք ստեղ նստած որևէ մի ծպտուն չէիք անում։ Իսկ հիմա ՔՊԱ-ականները խոսում են Սամվել Կարապետյանի մասին, ավելին, ասում են այն, ինչ գիտեն կամ լսել են։ Եկե ինչ-որ օտարի ջեբի օլիգարխի մասին սաղ պատգամավորները խոսում են։ Նարեկ Գրիգորյանի համար Կարապետյանն ինչ բարերար։ Հեծը սենց, հեծը նենց, հեծը, որ հեծը լսել եք մի զոհվածի ընտանիքի լույս մի ամիս
անվճար տրամադրի։ 2500-ից ավելի ընտանիքներ ստացել են այդ աջակցությունը հեծից, բայց դրա մասին չի խոսքը։ Խոսքը նախ եւ առաջ Հայաստանի վարկի մասին է։ Հայ գործարարի դեմ ճնշումներով ՀՀ-ն էլ ավելի անվստահելի է դառնում օտարազգի ներդրողների համար։ Հեծի հարցը միջազգային դատարան է հասնելու։ Ազգայնացումը համազգային խայտարակություն է դառնալու, համոզված են ընդդիմադիրները։ Շատ կարևոր մի բան եմ ուզում ասել։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ առաջիկա 50 տարում էներգիայի գինը չի բարձրանալու։ Եկեք եւ այստեղից համոզմունք հայտնեք, որ չի բարձրանալու էներգիայի գինը։ Անջատեք խոսափողը։ Ոչ միայն թանկանալու է, այլ նաեւ այն որակը, որից այսօր դուք դժգոհ եք, կրկնակի վատնա լինելու։ Ես չգիտեմ դուք ձեզ ինչի բախտագուշակի տեղ եք դրել, բայց դուք այսօր այստեղից չեք կարող ասել 100%-ով, որ էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է, որակը վատանալու է։ Բերեք ինձ մեկ օրինակ, որ մի բանի կառավարում ստանձնել եք եւ չեք տապալել։ Չկա այդպիսի օրինակ։ Լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում կա մի բան, որը պետք է շտապ ազգայնացնել։ Դա վարչապետի աթոռ։ Որ մի օր էլ պատմության թանգարանը դամբարան չդառնա, ավելացնում են ընդդիմադիրները։ Այս տեմպերով դուք վերջում պատմության թանգարանն էլ դատարկելու եք, Նիկոլ Փաշինյանի համար դամբարան եք սարքել։ Իսկ դամբարանում լույսը սովորաբար անհրաժեշտություն չէ։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։